Մնում եք ներներ, ձեր եկեք։ Տղերք ետ եկեք։ Մենք եկարք Հանուն իմ քաղաքի համայնքի զարթոնքի, հանուն հայ արժանապատվության, հանուն մեր ավանդներին տեր լինելու, այդ արժեքները վերհանելու։ Պարոն Մանուկյան, այսօր մենք գիտենք, որ ընտրություններին, վերջին ընտրություններից են տալիս անդր, որ ամենամեծ խնդիրը, համոզելն է քաղաքացիներին, որ կան ընտրատեղամաս, իրենց այսպես հասկացնել, որ իրենց քվեն իսկապես յուրաքանչյուր քվե կարևոր է։ Հիմա ինչպես է նախկինահատում այսօր մասնակցությունը, թեև դեռ շատ ժամանակ չի անցել, ոնց է քաղաքացիներին այս ընթացքում ինչպես եք աշխատել, որպեսզի այսօր իրենց քվեի կարևորությունը հասկանան ու գան ընտրատեղամաս։ Մասնակցությունից տեղյակ չեմ, ես նոր եկա եւ հիմա պայմանավորվածության համաձայն ժամը 10-ին եկել եմ քվեարկելու։ Իսկ հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենց քվեն, այո, ոչինչ չէր որոշում եւ հիմա էլ այդ նույն տեմպի տակ են մնացել, բայց ես կարծում եմ, որ պիտի սթափվենք, պիտի կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք, մենք պիտի մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքի, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի եւ մեր ճակատագիրը։ Պարոն Մանուկյան, ընդդիմությունը այսօր հաղթանակ ունելու է։ Որքան են շանսերը ընդդիմության։ Ընդդիմությունը հաղթանակ որպես այդպեսին ես տեսա ընտրապայքարի ընթացքում, որ մարդիկ արդեն կարողացել են այդ թմբիրից ձերբազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում, այս իմաստով հաղթանակը կա։ Մնում է, ասենք, եթե վավերացվում է, այսինքն քվեների տեսքով, ուրեմն այո, այդ հաղթանակը կլինի նաև այդպես։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակի։ Բնականաբար, հարգելի Հայկուշ, իհարկե տեսնում եմ, եթե մենք չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Պարոն Մանուկյան, Այս բարոյա հոգեբանական մթնոլորտը առողջացնելը, վերջապես ասենք, որ մենք մի ազգ ենք, մենք ընդհանուր շահեր ունենք եւ այն ամենը, ինչին ազգին ազգ է պահում, վեհացնում է, այն ամենը, ինչ մենք ժառանգել ենք, պիտի կարողանանք փոխանցել եւ դրա հետ միասին նաեւ այն ամբողջը, որը ես ծրագրել եմ, ներկայացրել եմ, լուծումներ եւ հերթականությամբ դրանք անելու։ Պարոն Մանուկյան, տեխնացուներից մեկը կասկածի տակ է դրել ընդդիմադիր տեխնացուների կառավարելու կարողությունը, նկատի ունենալով, որ քննադատում են կենտրոնական իշխանություններին, այսինքն դոտացիաներ եւ այլն, բայց մենք օրինակ ունեցել ենք Մասիսի համայնքապետ, որը այսօր ձերբակալված է, որին շատ սիրում էին ու որը հաղթահարում էր բոլոր խնդիրները։ Ինչ կասեք այս մասով, ոնց կմեկնաբանեք։ Այդ ձեր ասած իշխանություն, որ ասում եք, դրանք հենց հայ մարդ են տենում, վատանում են։ Հիմի հայ մարդ են տեսել, վատացել են, ձերբակալել են, պտտվում են, հստենում են հայոց արժեքները վերհանողներ կան, հայկականությունը պահողներ կան, մտածում են ինչպես ձևը գտնեն, կալանավորեն, ինչպես անվանարկեն, ինչպես կարողանան բարոյազրկեն, տեսնում եք, չէ՞ ինչ է կատարվում հոգևորականների հանդեպ, ինչպես են գլուխները խոթել սեռասավանների մեջ եւ դուրս չեն քաշում։ Մի խոսքով, այս անբարո մթնոլորտի մեջ ենք մնացել եւ պիտի կարողանանք, ես որ ասում եմ, այդ բարոյա հոգեբանական մթնոլորտը պիտի առողջացնենք, նաեւ դրանք նկատի ունեմ։ Պարոն Մանուկյան, ԿՊ-ի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով կրկնում են, որ Էջմիածնում Գյումրի չի լինելու, ինչ է դա նշանակում եւ եթե ընդդիմադիրները եւ իշխող կուսակցության ներկայացուցիչը բավարար ձայն չհավաքի, ընդդիմադիրներն ունեն միասնական մեկ թեկնածու, հնարավոր կլինի Գյումրու պես հաշտ կերպով ընտրել այդ թեկնածուն։ Նախ թող իրար հերթ տան, իրար հերթ չտալը որն է, թող հերթով գան, ասեն, որ այս չի լինելու, այն չի լինելու, բայց միակ բանը, որ չի լինելու, դա ԿՊ-ն է, որ չի լինելու, որովհետև մեր ազգը լինելու է, մեր երկիրը լինելու է եւ այս պարագայում ԿՊ-ն չի լինում ինքնաբերաբար։ Այսինքն կոնսուլտացիաները ամեն դեպքում եղել են ընդդիմադիր ուժերի միջև, հա։ Մենք ընդհանրապես տեխնիկական հարցեր ենք միասին փոխհամաձայնացրել, բայց ընդհանուր առմամբ կլինեն ուրեմն ընտրություններից հետո կոնսուլտացիաները եւ կարծում եմ ամեն ինչ խաղաղ ճիշտ կընթանա։ Նաև 2 օր առաջ ես զրուցում էի Արմավիրի մարզպետի հետ, ներկայացրեցի, որ հենց մեկնարկից սկսած ընտրախախտումներ են արձանագրվել, նա չհերքեց, նույնիսկ ասաց, որ այո, փոքր
խախտումներ եղել են։ Այդ խախտումների պարագայում ինչպես եք տեսնում հետագան, հա, ընտրությունները։ Արմավիրը մարզպետը ունի փաստորեն։ Ես առաջի անգամ լսեցի։ Եթե մարզպետ ունի, իմ գրական վաստակը հերիքում էր, որ հանդիպեր մի օր զրուցել, ինչ կարելի է անել մշակութային ոլորտում, ինչպես կարելի է երկել գտնել, ասենք, այսօր կարողանանք մեր թռիչքները, մեր խոյանքներին անդրադառնալ, ինչպես կարող ենք հային հայ պահող արժեքները վերհանել։ Ես նոր լսեցի, որ ունենք, դե որ այդպես կա, ուրեմն ադմինիստրատիվ մի գոյանք է, որը երևի գնում է փողկապ է կապում հավանաբար, հետո գնում է ասում է սուրճ տվեք խմեմ, տենց էլի։ Գնանք ընտրության։ Մենք գնանք։